Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունները 7 տարում ոչ միայն կազմաքանդեցին տնտեսությունը, անվտանգային համակարգը, պետական ինստիտուտները, այլև քննարկման առարկա դարձրին մեր ինքնության անքննելի բաղադրիչը։ Այսօր ուզում եմ խոսել հատկապես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված աննախադեպ արշավի մասին։ Դեռևս 2018 թվականին մեկնարկած Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումից կարելի է ենթադրել, որ այս իշխանությունների թիրախում ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսն է, այլև հենց եկեղեցին, որպես ազգային եւ հոգեվոր կառույց։ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ մեր երեխաներն այսօր դպրոցներում չեն ասնում հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Այս օրերին շինծու գործեր են հարուցում հոգեվորականների դեմ։ Անազատության մեջ են Բագրատ, Միքայել, Մկրտիչ սրբազանները, ի պաշտպանություն եկեղեցու խոսք հնչեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Այս ամենի նպատակը մեկն է՝ բաժանիր, որ տիրես։ Իշխանության ղեկը ստանձնած մարդը չի հանգստանում, մինչև վերջնականապես չպարակտի հանրությանը։ Մեջտեղ գցելով կեղծ օրակարգեր, ամեն կերպ շեղում է մեր քաղաքացիների ուշադրությունն իրական խնդիրներից, հովանավորելով չարիքը, կեղծիքը, բանսարկությունը, դավաճանությունն ու մատնությունը փորձում է հանրությանը վերածել առանց արժեքների զանգվածի, որի միակ նպատակը կենսական կարիքների բավարարումն է։ Այլևս ակնհայտ է բոլորի համար, որ այս մարդը թիրախավորելով եկեղեցին կատարում է թշնամու հերթական պահանջը։ Պատահական չէ, որ երբ Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցնում հայ առաքելական եկեղեցու հասցեին, վերջինս ուժեղացնում է ճնշումները։ Հայտարարք ցածր վարկանիշ ունեցող այս անձին բնական է, որ պետք է անհանգստացներ եկեղեցու բարձր վարկանիշը, ինչը խոսում է մեր ժողովրդի շրջանում այս կառույցի հանդեպ անվերապահորեն վստահության մասին։ Արձանագրենք նաև, որ որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, քանի որ պետությունը անջատ է եկեղեցուց։ Դրսից դատավոր մի բերեք, ներսի հարցերը լուծելու համար, ասում է Պողոս Առաքյալը։ Իսկ ինչու է արշավանք սկսվել եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հոգևոր, այլև ազգային եւ մշակութային կառույց է։ Մեր ամենից օրհասական պահերին եկեղեցին է ստանձնել ժողովրդի համախմբելու, առաջնորդելու առաքելությունը։ Հայ հոգևորականը մշտապես կանգնել է հայ զինվորի կողքին, մի ձեռքին խաչն ու Աստվածաշունչը, մյուսը զենքը պայքարել է մեր հայրենիքի փրկության համար։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ այս ելույթն ընդունել որպես հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելու կոչ։ Աջակցեք եւ պաշտպանեք մեր սրբության սրբոցը, որը դարեր շարունակ ինքն է պաշտպանել մեզ։ Բաշիբոզուկների ոտքը չպետք է մտնի վեհարան։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։ Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին։ Շնորհակալություն։